Նոր սորտեր են, դիպիցիտ սորտեր են։ Այս տարվա ապրիլի 3-րդ տասնօրյակին դրած պատվաստներն են։ Արդեն նմուշատվել եւ տեսքի ջերմումը ոչ չեն խապում։ Կոչվում է Red Long։ Red Long։ Ամեն մեկն սորտը բոլորի բիրկաները դրանով գրված են։ Տեսեք, բոլորն էլ պատվաստները։ Սպիտակ թելոինն է։ Նայեք ինչ հսկացրել է։ Այսինքն մի խաղողի որդի վրա 8 մինչև 10 տերերն են, որ մինչև 10 պատվաստ արվում։ Սա նախին կապ էս հատվածում արցակին են, թուլացնում են, որ հետո նույնիսկ թույլ կապում են, որպեսզի վազը չխեղդի, չխեղդում է այդ տեղությունները կոտրել։ Սա ինչպես է կոչվում։ Սա կոչվում է Վլադիկա Նոչի, աշխարհում երկրորդ գերվաղահաս խաղողն է, արդեն չամիչ է դառնում։ Երբ է հասնում դա։ Այս տարի հասել է 7 ամսի 10-ին, ամեն տարի հասնում է 7 ամսի 5-ին 6-ին։ Այսինքն հուլիսի 5-ի 6-ին, այս տարի քանի որ տարին հետ է, մոտավորապես հուլիսի 10-ին։ Սա ամենասիրուն խաղողն է։ Ինչ գեղեցիկ է։ Նայեք սիրել եք դեպքում։ Սա կոչվում է Դուբովսկի ռոզվի, կորիզովա, բայց շատ սիրուն խաղող է։ Բոլորը Շատ սիրուն։ Նման խաղող են դա, նայեք։ Հերվից էլ որ գալիս էինք, ինքը միանգամից աչքի էր ընկնում։ Իվա այնուց հատվածում տեսնում։ Տեսեք, չափերով էլ բավականին մեծ է։ Ավատարի նման մեծ խաղող է։ Շարժենք առաջ։ Սա քիշմիշ անանասն է, ամերիկյան սորտ է, արդեն անանասի համը գալիս է։ Արդեն երեխաները ասում են։ Քիշմիշ անանաս։ Դա կոչվում է Պանդորա Ռաննայա։ Սա մինչև 20 գրամ քաշ է ունենալու։ Առաջի տարին այս առաջի տարվա պատվաստն է, նայեք։ Հա, տեսեք, առաջի տարվա պատվաստն է եւ բերքը արդեն վրան է։ Հա, բացի այդ նայեք սա էլ բերքը վրան է։ Տեսեք, սա էլ սիրել հետևորդներ։ Նոր պատվաստ է, բարձրանում ենք, բերքը արդեն պտուղը վրան է։ Զգացում ոչ չեն խապել, ճիշտ են, ուտե շատ շատ են խապում։ Հա, իրականում խաղողների մեջ շատ են խապում։ Ամեն ինչում են խապում։ Պապիկն ասում է ամեն ինչում են խապում, հատկապես ռուսները։ Սա էլ ավատարի արդեն հասած ճթերն են, թփի վրա սիրել հետևորդներ։ Որդի վրա։ Տեսեք ինչ մեծ ջութեր են։ Շարժվենք առաջ։ Սա էլ պապիկի չամիչանոցն է, դեռ չամիչներ չկան, պատրաստում ենք մի 10 օրից արդեն չամիչների համար պատրաստել։ Առաջի բլոկն է։ Սրանք լրիվ ավատար են։ Բոլորն ավատար են։ Տնկարանի առաջի բլոկն է։ Եկանք պապիկի խաղողի շարքերի մոտ։ Սա քիշմիշ ավատարն է, նայեք ոնց ապրում է։ Այս սետեն կախել են, որ ճթերի վրան ստվեր են գնում։ Հա, ճթերը արևից չվարվեն։ Ուրեմն արևմտյան կողմից 12-ից մինչև 2 ժամը 7-8 նայած կախվածողից արևը վնասում է հիմնականում ավատարի գիլաներին։ Գիլան կրկվում է, ձևալինում, ծրվում է։ Կախնում արդեն մոտորես կհանեմ, արդեն լրիվ կարմիր պիգմենտը գոյացել է։ Հիմա գնանք այնտեղ։ Ազիա բելայա, սա մինչև 7 սանտի երկարություն ունենում։ Առաջի տարվա պտուղն է, դրա համար փոքր է։ Նշան է տվել։ Հա։ Գնանք առաջ, տեսնենք ինչ է ցույց տալիս պապիկը մեզ իր բազմատեսակ խաղողի այգում։ Սա մանիկյուր ֆինգերն է։ Շատ սիրուն խաղող է, դեռ սեպտեմբերի 1-ին նոր կհասնի ձևավորվի, առաջի տարվա բերքն է։ Նախորդ տարվա տեսանյութում սիրելի հետևորդներ գիշեք, որոշ տեսակների մասին մենք խոսել էինք, բայց քանի որ պտուղը չկար, ուշեր մեր տեսանյութը երբ որ նկարել էինք, այս տարի եկել ենք այն շրջանում, երբ որ գրեթե բոլոր խաղողները կան։ Սա Դուբովսկի ռոզվին է։ Ով եկել ամենեկին երկու գիլակ թաղեկել են, դրա համար տեսքը սենց է։ Այս մյուս կողմից չնայած խապոտ է, բայց շատ գեղեցիկ է։ Շատ սիրուն խաղող է։ Հիմա գնանք առաջ։ Գնանք։ Գտնենք տեսնենք։ Սիրելի հետևորդներ, նայեք տեսեք ինչ խաղող են գտել։ Ու ես եմ տեսել առաջին անգամ պապիկը իհարկե մշակում է, ինքը լավ գիտի ինչ խաղողներ ունի։ Սա ունի մոտ 3.5 կիլոգրամանոց։ Եկեք ես վերցնեմ, տեսնեմ։ Պատկերացնում եք ինչ մեծ խաղողի ջութ է սիրել հետևորդներ։
Սրա մասին կարծեմ նախորդ տարվա տեսանյութում մենք խոսել ենք, բայց երրորդ բերքն էր կարծեմ։ Հետ ընկած բերքներ։ Հիմա նայեք սա իր երրորդ չորրորդ բերքն է սա։ Հիշում եք, որ ասում ենք խաղողը եւ պտուղ ունի վրան, եւ ցոգոլ ունի, եւ Սա էլ է 5-րդ բերքը։ 4-րդ, 5-րդ բերքն է այստեղ։ Սա որ բերքն է իմ ձեռքինը։ Առաջինն է։ Սա առաջինն է։ Ներքևում կա 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ արդեն 5-րդ բերք։ Դե ուրիշ խաղող գնանք կտրեմ։